Հարգելի գործընկերներ, ես նկատել եմ, որ վերջին շրջանում այցերի ընթացքում ես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հետ ըստ էության հաղորդակցություն չեմ ունենում, որովհետեւ պարոն Պապիկյանը կհիշի կամ Սանոսյանն էլ կհիշի 2018 թվականից ես երբ որ որևէ ուղղությամբ որևէ այցի գնում էի, դա տասնյակներով ձայնային եւ տեքստային հաղորդագրություններ, հիմա ըստ էության Խուդացյանին համարյա բան չեմ գրել, վերջին անգամ եղել է մի անգամ Դիլիջանի ճանապարհի հետ կապված, այսինքն սա նշանակում է, որ իսկապես ես Հայաստանի ներսում էլ շատ եմ ճամփորդում եւ ակնհայտ է, որ մենք ճանապարհային ցանցի որակի էական փոփոխություն ունենք, բայց իհարկե այստեղ էլ ընդհանուր առմամբ արդեն գալիս է մեր ստանդարտի հարցը եւ նաեւ աշխատանքը այնպես կազմակերպելու հարցը, որ մենք վստահ լինենք, որ ունենք մեխանիզմ, որպես մեր ճանապարհները չհասնեն այն վիճակին, որ նորից մենք սկսենք այդ վիճակից վերել ավելի լավ վիճակի։ Իմ զգացողությունն այն է, որ որակի հարցում մենք որոշակի փոփոխություն ունենք, բայց նաև մեր տեսադաշտում պետք է լինի ճանապարհային ստանդարտի հարցը, որովհետև որակի առումով օրինակ շատ երկրների հետ, երբ որ արդեն համեմատում եմ, այդ թվում ԵԱՏՄ երկրների հետ համեմատությունը մենք դեռ չենք հասել ճանապարհաշինության այդ որակին։ Իհարկե Հյուսիսարավի վերջի կտորը բացառություն է, ես նկատի ունեմ ոչ միջազգային ծրագրերով մեր կողմից, չնայած Հյուսիսարավի այս կտորներն էլ են, չէ՞, մեր շինարարներն են կառուցել, համեցիկ։ Պարոն վարչապետ, վերջին կտորը, որի մասին Շիրակ կատարած այցի ժամանակ զեկուցել եմ ձեզ, տեղական կազմակերպություն է իրականացել եւ բավականին որակով։ Դե այստեղ պետք է հասկանանք, ես նկատի ունեմ արդեն ճանապարհների որակական ստանդարտը ավելացնելու մասին ավելի ամբողջական մտածելու ժամանակն է եւ հիմա հույս ունեմ բոլոր մակարդակներում ներառյալ սուբվենցիան մենք արձանագրեցինք, հա այդ բանին երբ որ մենք խոսում ենք դպրոցը ինչ է, եթե լաբորատորիա ունի ֆիզկուլտուրայի դահլիճ, նույնն է ճանապարհ։ Մենք պետքա բան անենք, այդ եթե մենք ասում ենք ճանապարհ են կառուցում, ինքը պետքա կահավորում գծանշում մեջն է, էլի հազար ներողություն այդ կենցաղային օրինակը բերեմ, ոնց որ պիջակ առնենք, կոճակ ու գրպան չունենա։ Հա սկզբունքորեն կարանք ասենք պիջակա, բայց պիջակը այդ չի, չէ, պիջակ ասված է ինչ որ մի հատ կոնկրետ բան է նշանակում, որը ամբողջության մեջ է, չի կարող մի թևը չլինի օրինակը։